Պարոն Հովակիմյան, Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհախտ այգու բարեկարգումը հավանաբար տեսել եք, որ համացանցում լայն քննարկման առարկա է դարձել, մասնավորապես հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանն է տեսանյութը տարածել եւ նշում է, որ նախընտրական շոու ծրագիր եք իրականացնում, ամեն ընտրությունների ժամանակ բնակիչներին խոսք եք տալիս, որ կսարքեք, կբարեկարգեք այդ այգին, բայց չեք իրականացնում։ Ես կխնդրեմ այս մասով բարձաբանում տալ եւ նաեւ նշեք, թե ինչու անընդհատ այդ խոստումները տալիս եք եւ որ սարքածն էլ քանդվում է անընդհատ։ Ինչու է այս պատկերը ստացվում։ Ճիշտ ասած, նայած որ խնդրեմ տասեք ով, բլոգեր Չախոյան։ Արթուր Չախոյան։ Ինքը բլոգեր, Բլոգեր, հասարակական գործիչ, այո։ Այսինքն ինքը երևի տենց բարձրագույն էլ ավարտած կլինի, ինչ այդ գծով։ Ինձ թվում է ինքը տենց ավելի շատ մասնագիտացած ցեղի կամ ինչ-որ այդ տիպի, ջաջի կամ այդ տիպի ինչ-որ գործառույթների հետ, ոչ թե բլոգերի, որովհետև այդ բլոգերի ոչ մի գործողություն ես չեմ տեսնում։ Ես ընդհանրապես մենակ մի բան կարող եմ ասել, մինչև այս պահը այդ Դավիթ Անհախտի այգու վրա պետական բյուջեից ոչ մի կոպեկ գումար չի ծախսվել, նոր գույքի համար մենք խնդրել ենք քաղաքապետարանին եւ ավականուն իստով մեզ տրամադրվել է 150 միլիոն դրամ, որ գույք պետքա ձեռք բերվի այգու համար եւ ես իմ Քանաքեռ Զեյթունի բնակիչներին ոնց որ խոսք եմ տվել, տենց էլ հիմա ասում եմ, որ այդ այգին բացվելու է այս տարի ու ծառայելու է մեր բոլոր բնակիչների համար ու մնացած բլոգերների ոչ նայում եմ, ճիշտ ասած, ոչ էլ հետաքրքրում եմ, որովհետեւ ավելի շատ կասեի, որ այդ բլոգերներն են նախընտրական պրոցեսների համար ինչ-որ մեկի կողմից վճարվելով գալի ինչ-որ խեղաթյուրում բոլոր փաստերը։ Ես շնորհակալ եմ ձեզանից ձեր հարցման համար ու տեղեկացնում, որ այդ այգին մենք հետ ենք բերել այլ մարդկանց տրված պայմանագիրը լուծարել ենք 14400 քառակուսի մետրը շատ դժվարությամբ հետ ենք վերադարձել Երևան համայնքին եւ ես իմ Քանաքեռ Զեյթունի բնակիչներին կրկին անգամ ասում եմ, որ այս տարի իրանք վայելելու են այդ այգին արդեն կառուցված վիճակում։ Իսկ նման բլոգերների ոչ ճանաչում, ոչ էլ ուզում ճանաչել։ Շնորհակալ եմ ձեր հարցման համար։ Պարոն Հովակիմյան, այսինքն կարծում եք, որ սուտ տեղեկություններ են տարածում։ Միանշանակ, որովհետև դա նախընտրական process-ի հետ կապ չունի, որովհետև 22 թվականից մենք պայքարում ենք, որ այդ այգին հետ վերադարձնենք համայնքին։ Եթե տվյալ բլոգերները այդքան սխտացավ են այդ ամեն ինչի համար, դեռ գույքեր կան, որ այլ մարդկանց անուններով է, թող պայքարեն, որ դրանք հետ բերեն Երևան համայնքին կամ Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե մեր հետ բերածի վրա մի հատ էլ կան առավոտից իրիկուն ինչ-որ բաներ ման գան, պրոցեսներ ման գան։ Նույն իր անգերները, որ իրան ասեք, ինքը լավ գիտի, որ ովքեր են, որովհետև ես որպես բլոգեր չեմ ճանաչում, ճանաչում եմ որպես մի քանի շրջանակի կողմից ներդրված անձնավորություն, ինքը լավ գիտի, թող գնա այդ շենքերը հետ բերի։ Այդ այգու վերևը շենքեր կան, եթե ինքը այդքան սրտասավ է, թող գնա այդ շենքերի համար պայքարի, գնա մի հատ պլակատ վերցնի ու գնա փորձի շենքերը հետ բերի համայնքի համար։ Մենք այգին ենք բերել, քայլ անում ենք ու ընդհանրապես պրոցեսները նախընտրական տարբերին, որտեղ արդեն մի քանի տարի մենք պայքարում ենք տարբեր պատճառներով, միշտ հասել ենք մեր պատահական որ այդ այգին ծառայի մեր բնակիչներին ու այս տարի մենք հավարտելու ենք ամենի չափլավը լինելու ու ես հենց տատած արդյոք իմ օգտվում շնորհակալություն հայտնեմ բոլոր են քաղաքացիներին, բոլոր են մարդկանց, բոլոր են Քանաքեռ Զեյթունցիներին, ովքեր իրենց լույնան ունեն այդ այգու հետ կապված, որը կառուցվում է ու կառուցվել է հարցվելու ավարտին, չնայելով նմանատիպ փոքրիկ բլոգերների։ Իսկ կոնկրետ ժամանակահատված կասեք, երբ է բացվելու ամիս կոնկրետ ժամանակահատվածը կարող եմ ասել, եթե այս տեմպերով գնա, դուք ինքնին տեսնում եք եղանակային պայմանները ինչքան մեզ անձերներին ինչքան եկավ, այս տարվա ծմերը ինչպես եղավ, ես կարող եմ ձեզ տեղակայել, որ ամեն ինչ արվում է, որ մինչև 4 ամսվա ընթացքում մեր բնակիչները արդեն վայելեն այդ այգին։ Ես բոլորից շատ ուզում որ այդ այգին մի օր շուտ բացվի ու որևիցե պրոցես դրա հետ կապ չունի։